Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Գրիմ եղբայրների 6 ծառա հեքիաթը։ Սկսեցինք։ Ժուկով ժամանակով մի կախարդ թագուհի է լինում, մի աննման գեղեցկուհի աղջիկ է ունենում, բայց միայն մի բան է մտածում, թե ինչպես անի, որ մարդկանց վնաս պատճառի, ու երբ աղջկան ուզողներ են գալիս, միշտ պայման է դնում, թե կամ այն բաները կանես, կամ գլուխդ կթռչի։ Շատերը նրա աղջկա գեղեցկությամբ տարված գլուխները վտանգի էին տալիս, բայց չէին կարողանում կախարդուհու դրած պայմանը կատարել, ու ստիպված ծնկի էին գալիս ու նրանց գլուխը թռչում էր ուսերի վրայից։ Մի թագավորի տղա լսում է աղջկան գեղեցկության համբավը ու հորն ասում է. «Թույլ տուր ես գնամ բախտս փորձեմ»։ «Երբեք թույլ չեմ տա», պատասխանում է թագավորը, «որ գնաս էլ չես վերադառնա»։ Թագավորի տղան հիվանդանում է, 7 տարի անկողին ընկնում, ոչ մի բժիշկ չի կարողանում օգնել։ Վերջը հայրը, որ տեսնում է էլ ճար չկա, հույսը կտրած ասում է. «Գնա փորձիր բախտդ, չեմ կարող քեզ օգնել»։ Հենց այս խոսքերն արտասանում է, տղան տեղն ու տեղը լավանում է, ոտքի կանգնում, ուրախ ճամփա ընկնում։ Գնում, մի դաշտի միջով անցնելիս հեռվից դեզի նման մի բան է նկատում։ Մոտենում է, ինչ տեսնի։ Մեկը մեջքի վրա մեկնվել է, պառկել է դաշտի մեջ, իսկ դեզը, որ երևում էր հեռվից, այդ մարդու բլուր դարձած փորն է լինում։ Սա, որ տեսնում է ճամփորդին, ոտքի է կանգնում ու ասում. «Եթե ծառայի կարիք ունես, ինձ վերցրու»։ Թագավորի տղան ասում է. «Ինչի՞ս է պետք քեզ նման հաստափորը»։ «Օ», ասում է հաստափորը, «դեռ ինչ ես տեսել, բա որ փչեմ 3000 անգամ ավելի կմեծանա փորս»։ «Որ այդպես է, ինձ պետք կգաս, արի», ասում է թագավորի տղան, ու նրանք միասին շարունակում են ճանապարհը։ Գնում են, մեկ է տեսնում են, մեկը պառկել է ու ականջը կպցրել գետնին։ Թագավորի տղան հարցնում է. «Այդ ինչ ես անում»։ «Ականջ եմ դնում», պատասխանում է մարդը։ «Ինչին ես ականջ դնում»։ «Ականջ եմ դնում, որ իմանամ, թե աշխարհում ինչ է կատարվում։ Ինձանից բան չես կարող թաքցնել, ես նույնիսկ խոտի աճի ձայնն եմ լսում»։ Թագավորի տղան հարցնում է. «Դե ասա տեսնեմ, ինչ է կատարվում պառավ թագուհու պալատում»։ «Ես լսում եմ», պատասխանում է սրականջը, «թե ինչպես է սուրը թռցնում փեսացուի գլուխը»։ Թագավորի տղան ասում է. «Դու էլ ինձ պետք կգաս, արի մեզ հետ»։ Այդպես գնում են, մեկ էլ տեսնում են 2 ոտնաթաթ ու հեռվում անհետացող ոտքեր։ Այդ ոտքերի երկարությամբ մի քիչ էլ որ գնում են, հասնում են մարմնին, էլի են գնում, հասնում են գլխին։ «Լսիր, ոնց որ պարան լինես, այնքան երկար ես», ասում է թագավորի տղան։ «Սա դեռ ինչ է», ասում է մարդը, «եթե մի լավ ձգվեմ, ամենաբարձր սարից 3000 անգամ ավելի երկար կլինեմ։ Եթե ուզում ես, կծառայեմ քեզ»։ «Դու էլ արի, պետք կգաս», ասում է թագավորի տղան։ Մի քիչ էլ գնում, տեսնում են մեկն աչքերը կապած նստած է ճամփին։ Թագավորի տղան հարցնում է. «Աչքերդ ցավում են, որ փակել ես»։ «Չէ», պատասխանում է մարդը, «իմ հայացքն այնքան հզոր է, որ եթե բաց աչքերով նայեմ որևէ բանի, տեղն ու տեղը կտոր կլինի։ Եթե կարող եմ ձեզ պետք գալ, պատրաստ եմ ծառայել»։ «Հա, արի, հաստատ պետք կգաս»։ Շարունակում են ճանապարհը։ Գնում, մեկ էլ տեսնում են, մեկն արևի տակ պառկած այնպես է դողացնում, որ ատամներն իրար են զարկվում։ «Ինչու ես այդպես դողացնում», հարցնում է թագավորի տղան։ «Արևն ուղղակի կրակ է թափում»։ «Ախ», առաջում է մարդը, «օրն ինչքան շոգ լինի, ես այնքան շատ եմ մրսում, բայց որ ցրտում է, սկսում եմ շոգել։ Սառույցի վրա շոգից եմ տանջվում, կրակի մոտ ցրտից»։ «Տարօրինակ մարդ ես», ասում է թագավորի տղան, «բայց եթե ուզում ես, քեզ էլ ծառա կընդունեմ»։ Այդպես գնում են, մեկ էլ տեսնում են մի մարդ կանգնած երկար վիզը ձգած նայում է, թե ինչ է կատարվում սարի այն կողմում։ Թագավորի տղան հարցնում է. «Ուր ես այդպես ձգված նայում»։ Մարդը պատասխանում է. «Ես այնպիսի սուր աչք ունեմ, որ անտառների, սարերի ու ձորերի միջով ամբողջ աշխարհը տեսնում եմ»։ Թագավորի տղան ասում է. «Եթե ուզում ես, արի մեզ հետ, ինձ հենց քեզ նման մարդ է պետք»։ Թագավորի տղան իր 6 ծառաների հետ գնում, հասնում է կախարդ թագուհու քաղաքը։ Ոչ ոքի չի հայտնում, թե ինքն ով է, միայն ասում է. «Եթե ձեր աննման աղջկան համաձայն եք ինձ կնության տալ, ապա ես ձեր բոլոր պահանջները կկատարեմ»։ Կախարդուհին ուրախանում է, որ նման սիրուն տղա է ընկել իր ձեռքը, ասում է.
Ես 3 պայման կդնեմ քո առաջ, եթե կատարեցիր, կդառնաս իմ աղջկա ամուսինը։ Ո՞րն է առաջին պայմանը, հարցնում է թագավորի տղան։ Մատանիս ձեռքիցս ընկել է կարմիր ծովը, պետք է հանես։ Թագավորի տղան գնում է տուն եւ ասում ծառաներին. Առաջին պայմանը հեշտ բան չի, պետք է մատանին հանել կարմիր ծովից, ինչպես անենք։ Սուրաճկն ասում է. նայեմ, թե որտեղ է ընկել, նայում է ծովի խորքերն ու ասում. այնտեղ է, մի սուր քարից կախված է։ Երկարահասակը նրան ստանում է այդ կողմերն ու ասում. ես կհանեի, եթե տեսնեի, թե որտեղ է։ Այդ հարցում ես կարող եմ օգնել, ասում է հաստափորը։ Պառկում է ափին, բերանը մոտեցնում ջրին եւ ալիքները գլոր լցվում են նրա բերանը, ինչպես անդունդը կլցնեն։ Այդպես նա խմում ցամաքեցնում է ամբողջ ծովը։ Այդ ժամանակ երկարահասակը մի փոքր կռանում է ու մատանին վերցնում։ Թագավորի տղան ուրախանում է, մատանին տանում տալիս թագուհուն։ Սա զարմանում է ու ասում. հա, սա հենց այն մատանին է։ Առաջին պայմանը դու կատարեցիր, հիմա երկրորդի հերթն է։ Տեսնում ես իմ պալատի առջևի մարգագետնում 300 պառարտ ցուլեր են արածում, պետք է բոլորին ուտես հենց այդպես, ողջ, կաշին ու բուրդը, ոսկորներն ու եղջյուրները միասին։ Իսկ նկուղում 300 տակառ գինի կա, պետք է բոլորը խմես։ Եթե 300 ցուլերից թեկուզ մի մաս մնա անկած, կամ 300 տակառ գինուց թեկուզ մի փաթ կաթիլ մնա, գլուխդ կթռչի ուսերիդ վրայից։ Թագավորի տղան հարցնում է. կարելի է հյուրեր կանչել, առանց հյուրի ճաշը համ չունի։ Պառավը չարությամբ ծիծաղում է ու ասում, որպեսզի շատ չտխրես, կարող ես միայն մի մարդ կանչել։ Թագավորի տղան գնում է իր ծառաների մոտ ու հաստափորին ասում. այսօր դու իմ հյուրն ես լինելու, մի կուշտ կուտես։ Հաստափորը փչում է, մի լավ ուրցնում փորը ու 300 ցուլն այնպես է հուպ տալիս, որ մի մազ էլ չի մնում ընկած։ Հետո խմում է 300 տակառ գինին ու մի կաթիլ անգամ չի թողնում։ Ճաշն ավարտվում է, թագավորը գալիս է կախարդի մոտ ու ասում, որ երկրորդ պայմանն էլ է կատարված։ Պառավը զարմանում է ու ասում. ոչ ոք դեռ չէր կարողացել դա անել, ինչպես քեզ հաջողվեց։ Բայց մի պայման էլ ունեմ, ու մտքում ասում է. մեկ է, իմ ձեռքից չես պրծնի, գլուխդ ուսերիդ վրա չպիտի մնա։ Այս երեկո իմ աղջկան կբերեմ քո ննջարանը, դու կգրկես նրան, իսկ երբ երկուսով նստած լինեք, հանկարծ չքնես, կեսգիշերին պիտի գամ ստուգելու, եթե աղջիկը քո գրկին չլինի, ուրեմն վերջդ եկել է։ Թագավորի տղան մտածում է, դա ախր հեշտ է, աչքս չեմ կպցնի, բայց ապահովության համար ծառաներին կանչում է ու հայտնում պառավի 3-րդ պայմանը։ Ինչ իմանաս ինչ խորամանկություն կա դրա տակ թաքնված, հարկավոր է զգույշ լինել, դուք արթուն կմնաք ու կհսկեք, որ աղջիկն իմ ննջարանից դուրս չգա։ Հենց մտնում է, պառավը բերում է աղջկան ու տալիս թագավորի տղայի ձեռքը։ Երկարահասակն օղակի նման պառկում է նրանց շուրջը, իսկ հաստափորը կանգնում է դռան առաջ, այնպես որ ոչ մեկը չկարողանա ներս մտնել։ Այդպես լուռ նստում են երկուսով, աղջիկը բառ չի խոսում։ Լուսինը պատուհանից ընկնում է նրա երեսին, տղան կարողանում է տեսնել նրա գեղեցկությունը։ Տղան աչքը չի կտրում նրա երեսից, սիրտը հրճվում է սիրուց ու հիացմունքից, էլ ուր մնաց թե քնի։ Այդպես մնում են մինչև ժամը 11-ը, բայց պառավը կախարդում է նրանց, բոլորը միանգամից քնում են ու հենց այդ պահին էլ աղջկան փախցնում է։ Նրանք խոր քնում են մինչև կեսգիշեր, մինչև վերանում է կախարդի ուժը եւ բոլորը զարթնում են։ Ինչ դժբախտություն գոչում է թագավորի տղան, հիմա ես կորած եմ։ Հավատարիմ ծառաներն էլ են ահ ու վախ անում, բայց սրականջն ասում է. սուս մնացեք, որ ականջ դնեմ։ Ականջ է դնում ու ասում. աղջիկն այստեղից 300 ժամ հեռու քարանձավի մեջ նստած իր բախտն է լալիս։ Միայն դու կարող ես օգնել երկարահասակ, եթե ամբողջ հասակով մեկ ձգվես, բավական է մի 2 քայլ գցես կհասնես։ Հա, ասում է նա, բայց թող սուրաճկն էլ գա ինձ հետ, որ կարողանանք ժայռը փշուր անել։ Երկարահասակը նայում է աչքերը կապած սուրաճկին ու հենց այդ պահին, ասես ձեռքի մի շարժումով նրանք հայտնվում են կախարդված ժայռի մոտ։ Երկարահասակը հանում է սուրաճկի փաթաթանը ու սա հենց նայում է ժայռին, ժայռը փշրվում 1000 կտոր է լինում։ Երկարահասակն աղջկան գրկում ու մի ակնթարթում ետ է բերում, ընկերոջն էլ է բերում։
ու դեռ 12-ը չխփած նրանք բոլորն ուրախ ու աշխույժ նստած են լինում իրենց տեղերում։ Կեսգիշերին պառավ կախարդուհին գալիս է քթի տակ ծիծաղելով, կարծում է աղջիկը ժայռի մեջ նստած է, բայց երբ տեսնում է աղջկան թագավորի տղայի գրկում, վախենում է ու ասում. «Սա ինձանից ուժեղ է երևում»։ Էլ խոսելու տեղ չի ունենում, ստիպված աղջկան ամուսնացնում է տղայի հետ, բայց հասցնում է աղջկա ականջին շշնջալ. «Ամոթ քեզ, որ նման հասարակ մարդկանց ես լսում ու առանց սիրելու ամուսնանում»։ Աղջկա գոռոզ սիրտը լցվում է զայրույթով և նա որոշում է վրեժ լուծել։ Պատվիրում է առավոտյան 300 գիրք փայտ բերեն և թագավորի տղային ասում է, որ թեև նա 3 պայմանն էլ կատարել է, բայց ինքը նրա կինը չի դառնա, մինչև տղայի մարդկանցից մեկը չնստի խարույկի վրա ու դիմանա մինչև խարույկի լրիվ այրվելը։ Աղջիկը մտածում է, որ տղայի ծառաներից ոչ մեկը չի համաձայնի տիրոջ համար վառվել, և տղան իր հանդեպ ունեցած սիրուց ստիպված կնստի կրակին, և ինքը կազատվի նրանից։ Բայց ծառաներն ասում են. «Մենք ամեն մեկս մի բան արել ենք, միայն մրսկանը դեռ ոչինչ չի արել, նա կնստի խարույկի վրա»։ Եվ նրանք մրսկանին նստեցնում են փայտերի կույտին ու կրակը վառում։ Խարույկը բոցավառվում է, 3 օր շարունակ վառվում է, մինչև որ ամբողջ փայտը մոխրանում է վերջանում։ Տեսնում են մրսկանը մոխիրների վրա նստած տերևի պես դողացնում է։ «Կյանքումս այսքան չէի մրսել», բողոքում է մրսկանը, «եթե խարույկը մի քիչ էլ երկար վառվեր, լրիվ կփայտանայի»։ Աղջիկն էլ ճար չի ունենում, ստիպված ամուսնանում է անծանոթ տղայի հետ։ Գնում են եկեղեցի, պառավն ասում է. «Ես չեմ դիմանա այս խայտառակությանը», զորք է ուղարկում նրանց ետևից, որ ամեն ինչ ջարդեն փշրեն, աղջկան ետ բերեն։ Բայց սրա կանջը լարում է լսողությունն ու լսում պառավի գաղտնի խորհուրդը։ «Հիմա ինչ անենք», հարցնում է նա հաստափորին։ Իսկ հաստափորը գիտեր, թե ինչ պիտի անի։ Մի 2 անգամ թքում է կառքի անցած ճանապարհին և այն ժամանակվա իր խմած ամբողջ ջուրը հավաքվում է, ծով դառնում ու զորքը խեղդվում է հենց այդ ջրում։ Երբ կախարդուհին իմանում է այդ մասին, իր հետևյալներին է ուղարկում նրանց ետևից։ Սրա կանջը լսում է նրանց զենք ու զրահի զրնգոցը և սուրաճկի դեմքից հեռացնում է փաթաթանը, ու հենց սուրաճկը նայում է հեծելազորին, բոլորն ապակու պես փշուր-փշուր են լինում, թափվում։ Եվ հարսն ու փեսան իրենց համար հանգիստ գնում են եկեղեցի։ Երբ պսակվում են պրծնում, ծառաներն ուզում են բաժանվել տիրոջից, ասում են. «Ձեր ցանկությունը կատարվեց, մենք պետք չենք ձեզ այլևս, գնանք մեր գործին»։ Պալատից ժամուկես հեռավորության վրա մի գյուղ է լինում, այստեղ մեկը խոզ է պահում, երբ հասնում են, թագավորի տղան կնոջն ասում է. «Գիտես ով եմ ես թագավորի տղա չեմ, խոզապահ եմ, այն խոզարածն էլ իմ հայրն է, հիմա պիտի գնանք օգնենք նրան»։ Նա կնոջ հետ միասին իջնում է կառքից, մտնում միջև անատուն ու տիրոջը թաքուն զգուշացնում, որ գիշերը կնոջ արքայական հագուստները վերցնեն պահեն։ Աղջիկը, որ առավոտյան արթնանում է, հագնելու բան չի ունենում։ Իջևանատիրոջ կինը իր շորերից է տալիս նրան ու ձևացնում, թե մեծ նվեր է տվել։ «Չլիներ ձեր ամուսինը, ոչինչ չէի տա», ասում է իջևանատիրոջ կինը։ Աղջիկը հավատում է, որ ամուսինը խոզապահ է, ինքն էլ նրա հետ սկսում է խոզ պահել ու մտքում ասում է. «Իմ գոռոզության համար է Աստված ինձ սրան արժանացնում»։ Այդպես շարունակվում է 8 օր։ 8 օր անց նա այլևս չի դիմանում, ոտքերն ամբողջովին այրունոտվում ու վրքոտվում են։ Այդ ժամանակ 2 գյուղացի են գալիս նրա մոտ ու հարցնում, թե գիտի ով է իր ամուսինը։ «Գիտեմ», ասում է աղջիկը, «խոզապահ է, գնաց մի քիչ փող ճարի խրծկապի ու պարանի համար»։ Գյուղացիները պատասխանում են. «Արի քեզ տանենք նրա մոտ»։ Ասում են և տանում պալատ։ Աղջիկը մտնում է դահլիճ, տեսնում է ամուսինն արքայական հագուստներով կանգնած է այնտեղ, բայց չի ճանաչում, մինչև որ սա չի փաթաթվում, համբուրում կնոջն ու ասում. «Ես քո պատճառով շատ եմ տառապել, պետք էր, որ մի քիչ էլ դու տառապեիր ինձ համար»։ Այդ ժամանակ մեծ ճոխ հարսանիք են անում և ուրախանում։ Ահա և վերջ, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր հեքիաթ ձեզ համար։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք էլ ավելի հեքիաթներ լսելու հնարավորությունը։ Ցտեսություն։